Բարև ձեզ իմ հրաշք ժողովուրդ, այսօր պատրաստում ենք այնպիսի թուրմ, որը յուրաքանչյուրիս առողջարար է և այն մաքրում է ամբողջ օրգանիզմը հարստացնելով վիտամիններով և ամենակարևորը լյարդի համար չափից ավելի օգտակար։ Չէ՞ որ լյարդը մեր այն օրգանն է, որը պետք է մեկ ընդմերթ մաքրենք, որտեղ այն քամում է, մաքրում է, զտում է սնունդը և մաքուր վիճակով տալիս արյուն։ Իսկ եթե լյարդը խցանված է, այդ քամող օրգանը խցանված է և չի կարողանում մաքրել մեր սննդամթերքները նորմալ, ապա արյան մեջ առաջանում է թույներ, խոլեստերինի բարձրացում, արյունը մատակարարում է ոչ պիտանի նյութեր և ամենակարևորը լյարդը ախտահարվում է։ Դրա համար յուրաքանչյուրս, որպեսզի մեր լյարդը նորմալ լինի, որպեսզի սիրտանոթային համակարգը նորմալ աշխատի, որպեսզի ճնշումը չբարձրանա և ամենակարևորը խոլեստերին չունենանք, այդ դեպքում պատրաստում ենք այս հրաշք բաղադրությունը։ Վերցնում ենք իհարկե քարավոզ, նեխուր, այն մենք կտրատում ենք մանր և իհարկե լցնում բլենդերի մեջ, լցնում ենք բլենդերի մեջ, այնուհետև կտրատում ենք կանաչ խնձոր, կանաչ խնձորը նույնպես մանր կտրատում ենք և լցնում բլենդերի մեջ։ Եվ այնուհետև մենք ավելացնում ենք լիմոն։ Իհարկե, լիմոնը պետք է առանց կորիզների լինի, առանձնացնում ենք կորիզներից և նորից կտրատում և լցնում բլենդերի մեջ։ Ընդ որում, մեկ կապ նեխուրին, մեկ լիմոն եղևով, մեկ խնձոր և իհարկե 2 բաժակ ջուր։ Ամբողջ ընտանիքի համար այս հրաշք բաղադրությունը ամբողջ մեր հայությունը, որ լյարդը այն կարևոր օրգանն է, որ պետք է անպայման այն պահել լրի նորմալ վիճակով, մեկ ընդմերթ կարող ենք ընդհանրապես խմել և այն է առավոտյան սոված կողմի, այնուհետև կարող ենք կես ժամ հետո մենք օգտագործել նոր սնունդ։ Այն ընտիր է, իմ շատ սիրելի ժողովուրդ, ընտիր է յուրաքանչյուրիս համար և հատկապես ես, քանի որ ձեզ ասում եմ այն բաղադրությունը, որը անհրաժեշտ է յուրաքանչյուրիս, օգտվում եմ նաև ես անընդհատ օգտագործելով։ Ընտիրը, եղեք առողջ։